ABC մեդիայի ուղիղ եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևոր լուրերը նախ համառոտ։ Սպասումների փոխարեն վերջնագիր մոռանալ վերադարձն ու մնալ այստեղ տնավորվել։ Փաշինյանի հայտարարությունը նոր լարվածության պատճառ։ Վերադարձի օրակարգերի բաները այդ թափանիվը պատտեցին։ Կներեք տարածաշրջանից մեծ կտորը ականջնալու։ Ինչպես է անհետացել Աշակ Սրբազանի դեմ իր եղենապացույց համարվող թմրադեղը եւ ինչու է հեռացել դատավորը։ Անտերությունից մինչև հրդեհ խոստումներից միայն մոխիր մնաց, ինչպես կանազի մշակույթի տունը դարձավ կրակի օջախ։ Ավանդույթից դուրս աննախադեպ որոշում Իսրայելում, ով է ստանալու հրեական ամենաբարձր պարգևը։ Կղզիներ, որոնք կարող են պայթեցնել տարածաշրջանը, ինչով է Իսրայելը սպառնում Իրանին։ Հայաստանի վարչապետը համոզված է, որ պատմական արդարությունը անցյալում թողնելու ժամանակն է, իսկ հայկական պետականությունը չպետք է կառուցվի հարատև կոնֆլիկտի հենքի վրա։ Կառավարության նիստում Փաշինյանի ելույթի հիմնական առանցքը արցախցիների վերադարձի հարցն էր։ Արցախից տեղահանված 105,000 հայի վերադարձի օրակարգը Փաշինյանի համար կրկին վերածվել է պանդուխտի տրամաբանության։ Նաև պնդում է, թե 2020-ից առաջ պատերազմը սառեցված է եղել, իսկ հիմա արդար իրականության ժամանակն է առանց պատմական արդարության և անկախության հռչակագրի հղման։ Սուր հայտարարություններ ու հրաժարում, Փաշինյանի ելույթի առանցքային կետերը ռեպորտաժում։ Սուր հայտարարությունների նոր խմբաքանակ հնչեց կառավարության հերթական նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում։ Ես չեմ ասել եւ չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կամ մեղադրեմ։ Կարելի է շատ բան ասել, բայց պետք է դրա տակ հիմք ունենա, փաստ ունենա։ Հիմա հարցը նրանում է, որ նախընտրական շրջանը փորձում են այդպես իրենց չկատարած դնել մեկ ուրիշի վրա, ասենք ժողովրդի տվյալ պարագայում Արցախի էլիտայի վրա։ Հակասություն կա Փաշինյանի հայտարարություններում։ Մետրոյում Փաշինյանի հետ բանավիճած արցախցի կինն էլիտա չէր, Փաշինյանի ձևակերպման մեջ էլ էլիտա եզրույթը չկար։ Բայց ամեն դեպքում Փաշինյանն արցախցիներին առ այսօր մեղադրում է չկռվելու համար։ Սուտա չի եղել տենց բան։ Չի եղել տենց բան։ Փախել են, ճողոպրել են։ Արցախի տարածքում այդ ժամանակահատվածում մնացել են ընդամենը 105,000 ազգաբնակչություն։ Դուք ոնց եք պատկերացնում այդ 105,000 ազգաբնակչություն, որի մեջ մտնում են ծերեր, երեխաներ, հիվանդներ եւ կանայք եւ այլն, կարողանային դիմադրեին թուրքական, ադրբեջանական միացյալ ուժերին, աբջեկցական խմբավորումների այդպես համալրված։ Շարունակելով մեղադրանքներն ու բացելով 2023 թվականի մեկօրյա պատերազմի շերտերը, Փաշինյանն ասում է, թե մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված։ Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց եւ Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրեցին իշխանափոխություն Ղարաբաղում եւ Հայաստանի ազգային ժողովում շնորհավորում էին իրար։ Եվ այս համատեքստում առաջարկում է դադարեցնել իր իսկ ձևակերպմամբ ցեղասպանությունների մրցավազքը եւ ժողովրդին չսնել նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ։ Ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ։ Վերադարձի մասին խոսույթով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ։ Եվ մենք էլի ասում եմ, այդ ամեն ինչը մի բանի մասին է։ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն։ Նրանց պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակով, հույս տալով, թե էսա մի օր ցեղասպանությունը կճանաչի միջազգային հանրությունը։ Փաշինյանը իր կերպարով որպես անձ, անհատ եւ այլն եւ որպես քաղաքական միավոր գործիչ չեմ անվանում, որտեղ իրեն չեմ ընդունում կապկողներին եւ կամակատարներին քաղաքական գործիչ համարել, ինքը իր անպատկառությունը, անինքնությունը, անինքնասիրությունը բացահայտել է բոլոր այս 8 տարիների ընթացքում տարբեր ֆորմատներով, տարբեր ձևաչափերով եւ եղանակներով։ Փաշինյանն այս համատեքստում ասաց, որ
որ իրենց քաղաքականությունը եւ ռազմավարությունը հետեւյալն է, պետք է խաղաղվել եւ տեղեկացրեց, որպես Հայաստանի վարչապետ ընդհանրապես հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ եւ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ, որովհետեւ մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։ Եվ ես պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել։ Ինքը լավ տեղավորվում է կամ փորձում է տեղավորվել այսօրվա անիշխանության եւ միջազգային, ասած համակարգի, միջազգային իրավունքի մասնագի կոլապսի մեջ, հասկանալով, որ օրենքները չեն գործում, ուրեմն կարելի է այստեղից պատուհան օգտվել է, ժխտենք ցեղասպանությունը, ակնկալիքներ չունենանք եւ այլն, եւ իր հակայլերը պրակտիկորեն երևում է հուշարձանը ջարդելու, ավիրելու վանդալիստական գործողության առումով։ Տնօրենները, որ իր կամակատարներն էին, բերեց ինչ կարգի խայտարակություն եւ ինչ կարգի վնաս բարոյական հասցրեց։ Հետո կրկին բացվեց նախկինների թեման։ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես, բացի Հայաստանի ժողովրդից։ Նրանք Հայաստանի ժողովրդի հետ կապ չեն ունեցել երբեք։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն նա, որ իր առաջնորդությամբ Հայաստանը եւ հայ ժողովրդին ներքաշել այս ավանտյուրայի մեջ։ Իսկ արդեն կառավարության նիստին վանեցուն կամ խոյեցուն անվանեց կայսերական հայրենասեր։ Այդ ինչ երևույթ է, որ մարդը ծնվել մեծացել է Հայաստանում, ասենք ապրում է, ենթադրենք Քաջարանում կամ Դիլիջանում կամ չգիտեմ որևէ տեղ։ Ինքը ստեղ է ծնվել մեծացել, իր հայրը ստեղ է ծնվել մեծացել, բայց ասում ես դու որտեղից ես, ուզում ես իմանաս որտեղ է ապրում, փողոցը, բանը եւ այլն։ Ասենք մարդը կարող ասի ես Վանից եմ։ Նրանցից ակնկալել ինչ-որ ստապ բանական բան, որը պետք է համապատասխանի Հայաստանի օրենքներին եւ սահմանադրությանը, անիմաստ զբաղմունք է։ Ինչպես եւ անիմաստ զբաղմունք է ակնկալել, որ որևէ դատավոր կունենա ինչ-որ խիղճ իր մասնագիտական պարտքը, կրթությունը կհարգի, իր վաստակը կամ մասնագիտական պարտքը կհամարի կալանել հենց նույն անձին։ Եվ որպես վերջաբան առաջիկա ընտրությունների մասին այստեղ էլ թիրախային խումբը լրագրողներն են։ Փաշինյանը լրագրողներին է սպառնում։ Ըստ նրա, երբ ինքը չի լինի վարչապետ, լրագրողները 4 ժամ անց կմնան գործազուրկ եւ պետք է իր խոսքով ֆայլաբազարում կանգնեն, որ փող վաստակեն։ Իսկ կառավարության դիմաց բողոքի ակցիա էր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները բերել էին իշխանականների լուսանկարները, որոնք արվել են տարիներ առաջ Արցախում։ Ալեն Սիմոնյանի ու այլ իշխանականների վերջին հայտարարությունից հետո երիտասարդները որոշել են ակցիա իրականացնել։ Լուսանկարներն ակցիայից հետո թողել են կառավարության շենքի մոտ։ Պետությունները եւ ազգերը պատերազմների հետևանքով չեն կործանվում, այլ կործանվում են կամքից, հայրենիքից, ազգային պատկանելությունից եւ արժեքներից զուրկ ղեկավարների անողնաշար որոշումների հետևանքով։ Քաղաքական դաշտում կարող են փոխվել մարտավարություններ, կարող են փոխվել իրավիճակներ, բայց հայրենիքն ու արժեքները փոփոխության ենթակա չեն, սակարկման եւ վաճառքի ենթակա չեն։ Այս լուսանկարները մնալու են որպես ձեր երկերեսանիության փաստ, քանի դեռ դուք չեք կանգնել, չեք առերեսվել իրականությանը եւ հետ չեք կանգնում հանձնման եւ կործանման ճանապարհից։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ դատապարտում է Նիկոլ Փաշինյանի եւ Արցախից տեղահանված կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած դեպքը։ Դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք դատապարտում է անկախ նրանից դա վերաբերեր վարչապետին կամ ցանկացած այլ քաղաքական ուժի։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է մարդու իրավունքների պաշտպանը։ Իդեպ քիչ առաջ հրապարակվել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ վիճաբանություն, որից պարզ չի, ինչի համար է վեճը, լսվում են միայն փոխադարձ հայհոյանքներ, Ալեն Սիմոնյանը քաղաքացու հետ խոսում է ոչ եթերային սարսափելի բառապաշարով։ Զոհված զինծառայողների ծնողներն են այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ասում են, որ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել զոհված զինծառայողների ծնողների խոսքով, եթե ընտրությունից հետո ՔՊ-ն վերարտադրվի, ելի զոհելու են, որպիսի 29000 քառակուսի կիլոմետրից գոնե 10000-ը պահեն։
հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվում, որը ստորագրեցին ծնողները, զոհվածին ծառայողների ծնողները, հաղորդումը ներկայացվել է նրանց ցանկությամբ, կազմել եմ ես, վերաբերում էր 3 Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հիմա ասեմ, մինչև այդ հայտարարությանը հասնելու ուղղակի կարծում եմ, որ նաև մեզ լսում են, կամ լսում են նաև Նիկոլ Փաշինյանը եւ մի խնդրանք իրավաբանների անունից, խնդրում ենք մի փոքր մեղմել հռետորաբանությունը եւ օգտվել երբեմն նաեւ սահմանադրական եւ կոնվենցիոն լռելու իրավունքից, որովհետեւ անկեղծ եմ ասում, իրավաբանները չեն հասցնում հանցանքների մասին հաղորդումներ ներկայացնել, երբեմն նաեւ չենք լուսաբանում, պարզապես ներկայացնում ենք, բայց օրինակ մեր գրասենյակը վերջին 3 օրերի ընթացքում արդեն 3-րդ հանցանքի մասին հաղորդումներ ներկայացնում։ Առաջի երկուսը վերաբերում էին ընտրակաշարքին ակնհայտ, երբ իր նախընտրական, այսպես ասած, իրականում նախընտրական, սակայն ներկուսակցական քարոզարշավի ընթացքում անձին խոստանում էր 12000 դրամով աշխատավարձ իրեն եւ իր ընկերներին, երկրորդը ներկայացվել է մեկ այլ դեպքի վերաբերյալ, երբ սպառնում էր պատերազմով, եթե չկազմեն մեծամասնություն, սահմանադրական մեծամասնություն, այդ թվում նշում էր նաև ոչ միայն ընտրություններով։ Եվ այսօր երրորդ հաղորդում ենք ներկայացնում, հաղորդումը երեկվա հարց ու պատասխանի որոշակի հատվածն է, Մարիա Կարապետյանի կողմից տրված հարցինի պատասխան, երբ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2020 թվականին գնացել են զոհողությունների, փրկելու համար, գիտակցված դիտավորյալ զոհողությունների, փրկելու համար եւ շարունակությունը արդեն իսկ ծեծված, արդեն իսկ մաշված, արդեն իրենց արժեքը կորցրած այդ արժեքներն են պետականության փրկության համար, ինքնիշխանության փրկության համար։ Այսինքն ինքը ըստ էության ընդունեց, որ այնինչ կատարվել է 2020 թվականի ընթացքում, իսկ հասկանում ենք, որ դա 44-օրյա պատերազմի ընթացքն է, այն ամեն ինչը որ կատարվել է իր դիտավորյալ զոհողությունների արդյունքն է։ Քիչ առաջ ավարտվեց Բագրատ Սրբազանի եւ աջակիցների գործով դատավարությունը։ Սրբազանը հայտարարել է, որ այն պաշտոնատար անձինք, որոնք խոսել են այս գործի մասին, ներառյալ դատախազը, ՔԿ նախագահը եւ մնացած բոլորը ուղղակիորեն ստախոսներ են, սրբարտիչներ, խաբեբաներ, եթե չգնան ու դատարանում վկայություն չտան։ Հետաքրքիր զարգացումներ կան Արշակ Սրբազանի գործի քննության վերաբերյալ։ Դատարանը հաստատել է, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է, նշելով, որ հարուցվել է քրեական գործ պաշտոնական անփութության հոդվածով։ Մարիխուանայի գլանակը կորել է Արմավիրի քննչականում, նիստին հետևել է Սեդա Մակարյանը։ Վկայի կարգավիճակից մեղադրյալի աթոռին, բայց առանց ապացույցի։ Արշակ Սրբազանի գործով առաջին դատական նիստի ընթացքում դատավորը հաստատել է, կորել է իրեղեն ապացույց հանդիսացող թմրադեղը, ինչպես, ինչ պայմաններում, իրավապահ համակարգում եւս չգիտեն։ Այն հանգամանքը, որ այդ գործով ապացույց, միակ ապացույց կարելի ասել համարվող թմրադեղը այլևս չկա, մեր մոտ հարցեր է առաջացնում։ Արդյոք եղել է ի սկզբանե այդ թմրադեղը, դա մեկ հարց։ Արդյոք այդ չափի եղել չէ։ Գիտեք, խնդիրը այստեղ նրանում է, որ մենք ի սկզբանե գիտենք, որ այս գործը շինծու է։ Մայրաթոռի դիվանապետի դատական առաջին նիստը անցավ բավականին հետաքրքիր։ Պաշտպանական կողմն անմիջապես բացարկի միջնորդություն ներկայացրեց, պահանջելով հեռացնել դատավոր Գևորգ Մանուկյանին։ Փաստաբանները պնդեցին, որ դատավորը նախկինում աշխատել է գործով ներգրաված դատախազի հետ եւ այդ հանգամանքը բավարար է կասկածի տակ դնելու նրա անաչառությունը։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած դատավարությունը հենց առաջին նիստից վերածվեց ոչ թե բովանդակային քննարկման, այլ դատական համակարգի անաչառության շուրջ լուրջ հարցադրումների հարթակի։ Պարզվեց, որ դատավոր Գևորգ Մանուկյանը աշխատել է նաև այն քննչական մարմնում, որտեղ մեղադրանք են առաջադրել Սրբազանին։ Այդպես ոնց կարելի է այդ նույն ժամանակահատվածում դատավորը, որը որ հիմա այժմ քննում է գործը, այն ժամանակ եղել է քննիչ, հետո եղել է դատախազ եւ նույն մարզում շատ հնարավոր է, որ ինչ որ կերպ այդ գործը քննող անձանց հետ առնչություն է ունեցել։ Գիտեմ, կոլեգաներ են եղել, նույն սենյակում են նստել եւ ամեն առումով ճիշտ էր այդ որոշումը։ Դատարանը չհակադարձեց ներկայացված պնդումներին, միջնորդությունը բավարարվեց, դատավորը ինքնաբացարկ հայտնեց եւ նիստը ավարտվեց դեռ չսկսված։ Դահլիճում որոշումն ընդունվեց ծափահարություններով։ Արդեն դրսում Արշակ arczepiskopos Խաչատրյանը ծիծաղով մեկնաբանեց տեղի ունեցողը։ Չգիտեմ ինչի մասնավկա եմ, բայց ծիծաղ է հարուցում։ 25 թվականին բացվեց, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ մեղադրյալը ես եմ։
Մայրաթորի դիվանապետը մեղադրվում է թմրադեղ իրացնելու համար։ Գործը հարուցվել է 2018 թվականին Նոր Հայաստան նոր հայրապետ ակցիայից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ հարձակվել էին կաթողիկոսի ու մի քանի այլ հոգևորականների վրա։ Ըստ քննչական մարմնի, երբ քաղաքացիները քաշքշում էին վեհափառին, Արշակ Սրբազանը հասցրել է այդ ընթացքում թմրանյութ գցել ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակի մեջ։ Հենց այդ իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութն էլ, որ պիտի բերվեր դատական նիստերի դահլիճ որպես ապացույց, չկա։ Չկան ոչ լուսանկարներ, ոչ էլ այլ որևէ ապացույց։ Սեդամ Ակարյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Երկու տարի առաջ խոստանում էին վերականգնել, այսօր հաշվում են վնասները։ Կանազի մշակույթի տունը Երևանում հերթական շենքն է, որի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ է։ Տարիներ շարունակ անուշադրության մատնված տարածքը այսօր դարձել է աղետի կիզակետ։ Շենքում բռնկված հրդեհը մարել են գրեթե 5 ժամ անց, իսկ հարցը նույնն է՝ սա պատահար էր, թե կանխատեսելի հետևանք։ Անիա Բաղյանն է եղել դեպքի վայրում։ Աղը ասֆալտն է ուտում, հրդեհը կանազ մշակույթի տան շենքը կուլ տալիս։ Հրդեհի մարման հետևանքով ջրափոսեր են առաջացել շենքում։ Մանեկենները, երբեմնի արժեքավոր իրերը, նկարները կամ մոխրացել են, կամ սև ու անպիտան են դարձել։ Ինչու է բռնկվել հրդեհը։ Մարդիկ տարբեր վարկածներ են շրջանառում։ Դրանցից մեկը հնարավոր է միտումնավոր են հրդեհել, որպեսզի տեղում բարձրահարկ կամ հյուրանոց կառուցեն։ Արաբկիրի թաղապետը հստակ է պատասխանել հարցին։ Բացառում եմ նմանատիպ որևէ քննարկում։ Շենքը պետք է 2 տարի առաջ հնչած խոստումներից մեկին է նման Գալջյանի խոստումը։ Շենքը տալիս է հնարավորություն ստանալու մի յուրօրինակ միջավայր եւ նաեւ միջազգային մասնագետների ներգրավմամբ ես կարծում եմ, որ այդ ոլորտում կրթությունը մեկ նոր ավելի բարձր մակարդակի ենք հասցնելու։ Վերադառնանք մեր օրեր։ Շատ դաժան է։ Տիկին Աննայի մանկությունը հիշեցնող վայրերից մեկն է կանազ մշակույթի տունը։ Այրվող շենքի ֆոնին, ինչպես ինքն է բնորոշում, ջահել օրերին ֆիլմ դիտելու վազքն է հիշել։ Ֆիլմ են գալի նայում, երեխեքը սակումբ էին մասնակցում, Պարը Գյանջումյանի հայտնի խումբներ ստեղ պարում։ Մի խոսքով ցավ եմ ապրում։ Ցաղին նադենալ։ Անփութության միգուցե։ Մշակույթի տունը 68 տարվա պատմություն ունի։ Ճարտարապետները Սոս Մանուկյանն ու Վիլեն Տոնիկյանն են։ Քանաքերի ալյումինի գործարանի մշակութային տունն էր, որից էլ ժառանգել են անվանումը։ Ճարտարապետական կարևոր արժեք էր մշակույթի տունը, որն անփութության ու անտերության էր մատնված, կարծում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ Եվ ճարտարապետը, եւ ժամանակաշրջանը, եւ նաեւ շենքի ճարտարապետական օրակ, արժեքը, զարդաքանդակները, հաղթաքանդակները եւ այլն, դա ասում են, այդ շենքը միանշանակ ու պահպանության ենթակա։ Դասական, հետթամանյանական, այսպես ասած, ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն է։ Յատեղը այդ լամբադակոչվող կամուրջի պատճառով ինքը շատ չէր երևում բանման, բայց բոլոր այն մարդիկ, ովքեր բան էին անում, ինչ-որ մի ձև նկատում էին, արժևորում էին այդ շենքը։ Շենքը մի քանի անգամ վաճառվել է։ 2007 թվականին այն ձեռք էր բերել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Հետագայում կանազ մշակույթի տունը վերանվանվել է Արտ Կանազ մշակույթի տուն։ 2017-ից այն Երևանի ավականու որոշմամբ 10 տարի ժամկետով անհատույց հանձնվել է Արվեստի Այբբենարան մշակութային հիմնադրամին, որի տնօրենը Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թողատյանն էր։ Այնուհետև շենքը քաղաքապետ Ավինյանի որոշմամբ վերադարձրել են Երևանի քաղաքապետարանին։ Երևանի քաղաքապետարանը շատ կտրուկ որոշում է կայացրել բոլոր այդ ներդրումային ծրագրերը չեղարկել եւ բոլոր այն տեղերում, որտեղ որ այդ ծրագրերը չեն իրականացվել, մենք ստանձն ենք առնելու այդ միջավայրերը վերականգնելու։ Երաժշտական ակադեմիա դարձնելու խոստումը շենքի իրերի հետ մոխրացավ
թե դեռ կա։ Շենքի քանդելու ոչ մի ծրագիր քաղաքապետարանը չունի, այլ ունի վերակառուցելու ու ժողովրդին ծառայեցնելու ծրագիր։ Երբ մշակույթի տունը ծխում էր, հարակից շենքերի բնակիչները դուրս էին եկել փողոց ինչ-որ բանով օգնելու։ Պատմում էին, պարբերաբար զանգել ու քաղաքապետարանին զգուշացրել են, երբեմնի մշակույթի տունը անտունների համար կացարան է ծառայում։ Ելումուտը չի վերահսկվում։ Վարոսյանն ասաց, սահմանազատել էին ճաղերով եւ դռներով։ Պարզվում է, լավ չէր սահմանազատվել։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել գույքը հրկիզման կամ այլ հրավտանգ եղանակով վնասելու կամ ոչնչացնելու հատկանիշներով։ Դեպքի առթիվ իրականացվում է նախաքննություն, նշանակվել են համալիր փորձաքննություններ, հանգամանքները լիարժեք բարձելու նպատակով։ Անիա Բաղյան, Մեհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս անտարբերությանը զուգահեռ Երևանի կենտրոնից մի քանի կիլոմետր հեռու մարդիկ ապրում են բնակարաններում, որտեղ բացակայում են կենցաղի համար անհրաժեշտ տարրական պայմանները։ Սիսակյան 4 հասցեում տարիներով կուտակված խնդիրները դուրս են եկել ջրի երես փլուզման տեսքով, բայց բնակիչների համար սա անակնկալ չէր։ Ընդհանուր սանհանգույց, խոնավ պատեր, ճաքեր ու ամենօրյա վտանգ։ Այստեղ կյանքը շարունակվում է մի շենքում, որն արդեն պաշտոնապես ճանաչվել է վթարային, բայց դեռ բնակեցված է։ Փլուզման տակ թաքնված խնդիրները ռեպորտաժում։ Կենտրոնից հեռու քաղաքի արտաքին գեղեցկության հետևում վթարային վիճակում գտնվող շենքերն են, որոնց բնակիչները ապրում են փլուզման ամենօրյա վտանգի մեջ, ընդհանուր սանհանգույցով ու լոգարանով։ Սիսակյան 4-ը մեկն է այդ հասցեներից։ Սեյսմիկ փորձաքննությամբ վերջերս է 4-րդ կարգի վթարայնության աստիճան տրվել շենքին։ Ճակատագրի հեգնանքով նոր կարգի սահմանումից 2 օր անց շենքի մի հատվածը փլուզվել է։ Մտածել եմ, որ այս կողմից թափելու, որտեղ այս կողմից թափում էր քարերը, թափելա։ Հետո մեկ էլ դուրս եկանք մի աղմուկ, քարերը լավ անձրև էր, երեխա չկար, երեխեքը ելնում այդտեղ խաղում են, իբրև ազատ տեղը, այն էլ քարերը թափվեց, սենց տարավ։ Փլուզումն անցած ուրբաթ է եղել։ 60-ականների նախկին հանրակացարանում սա խնդիրների գագաթնակետն էր, ասում են բնակիչները։ Մոտ 80 ընտանիք է ապրում այստեղ եւ գրեթե բոլոր տներում երեխաներ կան։ Մինչ օրս, սակայն բնակիչներն օգտվում են ընդհանուր սանհանգույցից ու լոգարանից։ Սպասքը լվանում տնից դուրս, նեղլիկ միջանցքներում կառուցված լվացարաններում։ Ափսեները լվալու համար դուրս են գալի, լողանալու համար դուրս են գալի եւ դրա հետ միասին ջրի վերևից ջրերն է թափում մեր գլխին։ Հնարավոր չէ։ Ես արդեն 72 թվից ստեղ եմ ապրում եւ ոչ նորմալ պայմաններ են։ Այսքան էլ որ ստեղծել են մեր ուժերով, բայց ոչինչ չի փոխվում։ Ավելի ապրելակերպը դժվարացել այս պայմաններում ապրելու համար, մեր երեխաների համար։ Սանհանգույցի հատվածում է փլուզումը եղել։ Խոնավությունից է պատնաստիճանաբար ճաքել ու այսօր շենքի բնակիչներին փաստի առաջ կանգնեցրել։ Տարվա սկզբին փոքր քարաթափում էր եղել այս հատվածում։ Սեյսմիկ փորձաքննություն իրականացնող մասնավոր ընկերության էին հրավիրել, որ հասել էր միայն ամիսներ անց։ Տեղում ուսումնասիրություն արել, տվել վթարայնության աստիճանը, բայց նրանք շենքի միակ հյուրերը չէին։ Այդ լարը կապեցի, ասեցի մեր ձեռքը ոչինչ չկա։ Դե մենք էլ արդեն թաղապետին տեղյակ պահեցինք, մարդ ուղարկեց, անմիջապես չեմ ասում էլի, որ ինչ-որ անտարբերություն կար չէ, անընդհատ խառնվեցին իրար, բոլորն էլ։ Աջափնյակի վարչական ղեկավարն ասում է, իրենք մինչ օրս իմացել են, որ շենքը 3-րդ կարգի վթարայնություն ունի, քանի որ մինչ փլուզումը հանրակացարանի սեյսմակայունությունը 2016-ին էր ստուգվել, 10 տարի առաջ։ Երևան քաղաքը համայնքը որևէ պարտավորվածություն եւ որևէ բան չունի էլի վերաբնակեցնելու, բայց հասկանալով խնդրի լրջությունը միանշանակ չենք անտեսելու խնդիրը, փորձելու ենք կառավարության հետ ինչ-որ լուծում գտնենք։ Թե որ պետական մարմնի հետ են համագործակցելու եւ լուծման ինչ տարբերակ են առաջարկելու բնակիչներին, Սարգսյանն ասաց, դեռ վաղ է խոսել։ Դա այն դեպքում արդեն կառավարությունը որոշվում է ներդրողը լինում, արդեն այդ դեպքում բնակիչների այդ ժամանակվա բնակիչների այդ խոսակցությունը այդ ժամանակ այդ փուլում է տեղի ունենում։ Շենքում, որտեղ ամենամեծ բնակարանը 12 քառակուսի մետր է, շարունակում են ընտանիքներ ձևավորվել ու երեխաներ ծնվել ամենօրյա վտանգի մեջ։ Երբ հերթական բնակարանում նկարահանումը վերջացրինք ու դուրս էինք գալիս, բնակարանի տիրուհին ասաց. իր որդին արդեն 40 է, բայց դեռ չի ամուսնացել, թե ինչու ենթադրությունները թողեց մեզ։
Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Բազարյան, ABC Media։ Երեկոյան Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն արել է օրվա ամենաուշագրավ հայտարարությունը միաժամանակ եւ զգուշացնելու նշաններով։ Պաշտոնյան, որը հիմա փաստացի Իրանի ամենածանրակշիռ գործիչներից մեկն է, հայտարարել է, որ իրենց տվյալներով Իրանի թշնամիները տարածաշրջանային պետություններից մեկի աջակցությամբ պատրաստվում են օկուպացնել իրանական կղզիներից մեկը։ Եվ եթե հատեն այդ գիծը, տարածաշրջանային այդ պետության բոլոր կենսական ենթակառուցվածքները առանց բացառության կդառնան անողոք հարձակումների թիրախ։ Ինչ է թաքնված այս վտանգավոր հայտարարության տողատակերում, Սեդա Գյուրեղյանն է ներկայացնում։ Իրանի կղզիները վտանգի տակ են։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը տարածաշրջանի երկրներից մեկի հետ պատրաստվում են հարձակվել ռազմավարական նշանակություն ունեցող իրանական կղզիներից մեկի վրա։ Այս մասին Իրանի խորհրդարանի ղեկավարը Ղալիբաֆն է հայտարարել, բայց դեռ չի հստակեցրել, որ կղզու մասին է խոսքը։ Փորձագիտական դաշտում ակտիվ շրջանառվում է երկու տարբերակ։ 3 կղզիների հետ կապված, որոնք գտնվում են Հորմուզի նեղուցի մերձակայքում։ Շատ է խոսվում նաև Խարկ կղզու մասին, որտեղ Իրանի նավթի արտահանման գլխավոր տերմինալներն են, այդտեղ տարբեր հաշվարկներով 90% նավթի արտահանման այդ կղզուց է իրականացվում։ Եթե Միացյալ Նահանգների թիրախը Խարկ կղզին լինի, դա Իրանի համար անհետևանք չի կարող մնալ։ Պարսից ծոցի հյուսիսում գտնվող Խարգի տնտեսական նշանակությունը Իրանի համար ռազմավարական է։ Այստեղից է արտահանվում իրանական նավթի շուրջ 90%-ը, փաստում է փորձագետը։ Ինչու են կղզուց արտանում, որտեղ նավթատարերը, հատկապես որոնք մտնում են Պարսիցից, իրանք ահռելի մեծ նավթատարեր են, նվազագույնը 100,000 տոննա է։ Մինչև 300,000 տոննայից նավթատարեր կար։ Դրանք մոտենալ նավահանգիստներին, այդ ահռելի նավթատարերը չեն կարող։ Եվ դրա համար օգտագործում են կղզին։ Իսկ Հորմուզի նեղուցում գտնվող 3 կղզիները Աբու Մուսան, Մեծ եւ Փոքր Թումբերը, թեև կարևորությամբ զիջում են Խարգին, բայց հենց այս կղզիներից է Իրանը ծովային ականներ սփռում նեղուցի ջրերում։ Ղալիբաֆի հայտարարության մեջ նշված տարածաշրջանային պետություններից մեկի հետ Միացյալ Նահանգների համագործակցության հանգամանքը այստեղ ավելի պարզ է դառնում։ Արաբական Միացյալ Էմիրությունները անցած տարի 70-ականներից է հետաքրքրված 3 կղզիներով։ Բրիտանացիների հեռանալուց հետո Իրանը զբաղեցրեց այդ կղզիները։ Այն դեպքում, երբ, ինչպես նշեցի, էմիրությունները համարում են, որ դա իրենց կղզիներն են, եւ այդտեղ արդեն այդ կղզիների վերաբերյալ երկու երկրների միջև կա այդ տարաձայնությունը, բավականին սուր տարաձայնություն։ Սաուդյան Արաբիան մյուս պետությունն է, որը կարող է գործակցել Միացյալ Նահանգների հետ ընդդեմ Իրանի։ Այս պետությունը տնտեսական եւ քաղաքական մրցակցության մեջ է Իրանի հետ եւ բաց չի թողնի նրան տնտեսական հարված հասցնելու հնարավորությունը, հատկապես այն պայմաններում, երբ հին բարեկամն է նման առաջարկ անում, ընդգծում է վերլուծաբանը։ Այդ դեպքում իհարկե Իրանն էլ իր հերթին հարվածելու է Սաուդյան Արաբիայի տնտեսական ենթակառուցվածքներին, ընդ որում ոչ միայն Իրանն է հարվածելու, նաև մեծ հավանականությամբ ռեգիոնում Իրանի աջակից ուժերը, այդ թվում հութիները։ Որ կղզու վրա էլ հարձակվեն, հետևանքը նույնն է լինելու, պնդում է էներգետիկ փորձագետը։ Ցանկացած սցենարային զարգացում տանելու է հետևանքի եւ դա նավթի գների բարձրացումն է լինելու, ընդհանուր $150 մեկ բարելի համար։ Նույն իրավիճակն է ստեղծելու։ Դա կհարվածի Իրանին, կզրկի Իրանի նավթը արտահանելու հնարավորությունից, բայց նավթատարերի այդ խովակները գտնում են իրանցիների մերուն է վերահսկման տակ, իրանք ուղղակի նավթատարերը կկանգնացին եւ նավթը այլևս այդ կղզի չի գնա։ Բայց նավթի արտահանումն էլ իրանական, որը իմիջիալից հիմա որոշ չափով կա, բայց էլի էականորեն նվազել է, ընդհանրապես կանգ առել, որը նորից կազդի նավթի գների վրա։ Եթե Միացյալ Նահանգներն իրագործի այն, ինչի մասին խոսում է Ղալիբաֆը, վերլուծաբանի պնդմամբ կլինի սիմվոլիկ քայլ, ցույց տալու համար, որ եւս մեկ նպատակ իրագործված է։ Բայց փորձագետները չեն անտեսում տարածաշրջանում ցամաքային, ծովային եւ դեսանտային ուժերի կուտակումը։ Այս ֆոնին Իրանի ամենածանրակշիռ քաղաքական գործիչներից մեկը զգուշացնում է. տարածաշրջանային ցանկացած պետություն, որ կհամագործակցի Միացյալ Նահանգների հետ, կդառնա Իրանի անողոք հարվածների թիրախը։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Իրանի հարավում ավիահարվածի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում ռազմածովային ուժերի հրամանատար կոնտրադմիրալ Ալիրեզա Թանգսիրին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Թեհրանին ուղերձներ է փոխանցում տարբեր միջնորդների միջոցով, սակայն դա չի կարելի համարել բանակցություններ։ Արաղչիի խոսքով Թեհրանն ուսումնասիրում է փոխանցված առաջարկները, սակայն այս փուլում մտադիր չէ բանակցել Վաշինգտոնի հետ։ Իսկ Թրամփը Իսրայելի ամենաբարձր պարգևի դափնեկիր է դառնալու։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն է հայտարարել, որ նախագահ Թրամփը կստանա Իսրայելի մրցանակը, ինչը առաջին անգամն է, որ շնորհվում է օտարերկրյա առաջնորդի։ Սա պատմական որոշում է, որը առաջացնում է հարցեր։ Սա գնահատական է, թե քաղաքական հաշվարկ։ Ինչ է պետք անել Իսրայելի ամենաբարձր պարգևի դափնեկիր դառնալու համար։ Գիտնական լինել, արվեստագետ, թե աշխարհի ամենահակասական քաղաքական գործիչներից մեկը։ Մինչ այս տարվա ամենակննարկվող որոշմանը հասնելը, հասկանանք, թե ինչ պարգևի մասին է խոսքը։ Իսրայելի ազգային բարձրագույն պարգևը սահմանել է կրթության նախարարությունը պետության հիմնադրումից ընդամենը 5 տարի անց, 1953-ին։ Մրցանակը տրվում է գիտության, մշակույթի և հանրային կյանքի այն գործիչներին, որոնք իրենց գործունեությամբ ձևավորում են երկրի զարգացման ուղին։ Գործիչներն ու գիտնականները մի ամբողջ կյանք են նվիրում այս մրցանակին արժանանալու համար։ Իսրայելում ասում են, այս մրցանակակիրները հենց նրանք են, ովքեր ձևավորում են պետության գիտական ու մշակութային դնթ-ն։ Ամեն տարի անկախության օրը երկրի քաղաքական էլիտայի և ամբողջ ժողովրդի ներկայությամբ 10-ից 12 մարդ արժանանում է այս բարձրագույն կոչմանը, ստանալով նաև համազգային ճանաչում։ Բայց ոչ միշտ է այս մրցանակաբաշխությունը հարթ անցել։ Իսրայելցի մրցանակակիրները երբեմն զրկվել են բարձրագույն պարգևից իշխանությանը հակադիր քաղաքական հայացքների պատճառով։ Մաթեմատիկոս Օդետ Գոլդրայխը պետական մակարդակով քննադատվեց և ի վերջո չստացավ մրցանակը միջազգային կոչին միանալու համար։ Նա հորդորել էր չֆինանսավորել Արիել համալսարանը, քանի որ այն Պաղեստինից բռնազավթված տարածքում էր գտնվում։ Եթե սա ներքին վեճ էր, ապա այժմ ձևավորվում է մի որոշում, որն արդեն միջազգային արձագանք է ստանալու։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է 2026 թվականին Իսրայելի ազգային բարձրագույն պարգևի գլխավոր մրցանակակիր է դառնալու Դոնալդ Թրամփը։ Սա աննախադեպ որոշում է։ 1953 թվականից ի վեր այս մրցանակը երբեք չի շնորհվել Իսրայելի քաղաքացի չհանդիսացող որևէ մեկին։ Մենք որոշել ենք խախտել կոնվենցիան։ Սա պատմական իրադարձություն է։ Առաջին անգամ մրցանակը տրվում է ոչ իսրայելցու։ ԱՄՆ նախագահը պարգևը տրվելու է Իսրայելին ցուցաբերած աջակցությունների համար։ Իսկ թե ինչ աջակցության մասին է խոսքը, դրա ականատեսն ենք արդեն 1 ամիս։ Այսպիսով ավելի քան 70 տարի անց Իսրայելի ամենաբարձր պետական պարգևը փոխում է իր սահմանված խաղի կանոնները։ Մեկ հարց է մնում, սա պարզապես շնորհակալություն է Դոնալդ Թրամփին, ինչպես պնդում է Իսրայելի կառավարությունը, թե քաղաքական ազդակ, որով ազգային բարձրագույն մրցանակը վերածվում է դիվանագիտական գործիքի։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բաց թողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։